Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատտինա Մարինե Մանուկյան։ Նորայր Ժորայի Գասպարյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1996 թվականի փետրվարի 10-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Երկու եղբայր էին, ինքը կրտսերն էր։ 1999 թվականին ընտանիքով տեղափոխվում են Ռուսաստան, Կրասնոդար։ 2003 թվականին հաճախել է Կրասնոդարի թիվ 50 միջնակարգ դպրոցը, որտեղ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ։ Շատ լավ է սովորել, 4 լեզուների է տիրապետել՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Իր մարդկային որակով և տաղանդով սիրում էր ամեն տեղ միշտ առաջինն ու աչք զարնող լինել։ Երրորդ դասարանն ավարտելուց հետո պնդել է, որ վերադառնան հայրենիք, որ իր կրթությունը ստանա հայրենիքում։ Նրա մեջ հայրենասիրությունը դեռևս մանկուց էր դրսևորված, և ծնողները Նորայրի պնդմամբ 2006 թվականին վերադառնում են հայրենիք։ Փոքրիկ հայրենասերը, գոհ ինքն իրենից, որ ծնողներին կարողացավ հետ բերել Հայաստան, ընդունվել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Մանկուց նրա սրտի խորքում ապրում էր պարը, կարելի է ասել այն ծնվել էր իր հետ և անտես մի ուժով նրան դեպ իրեն էր քաշում։ Ու 10 տարեկանում նա ստիպել է ծնողներին իրեն տանել Կապանի նորաբաց պարի աստղեր ստուդիան։ 10-ամյա Նորայրը շատ արագ աչք է զարնում իր տաղանդով և ստանում բազմաթիվ թե հայաստանյան, թե միջազգային մրցանակներ։ 2014 թվականին ավարտելով միջնակարգը ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը։ Նրա ուսուցիչներից մեկը նրան այսպես է հիշում. «Պարը հոսում էր նրա երակներով։ Այո, պարում էին նրա մկանները, ոսկորները, միմիկան, նա ինքը ոտքից գլուխ պար էր։ Քննություն հանձնելիս այնքան փայլուն էր ներկայացրել իր էտյուդը, որ քննական հանձնաժողովը հիացմունքը պարզապես զսպել չէր կարողացել։ Խնդրել էր կրկնել, սակայն կար մի պարտք, պատասխանատվության մի զգացում, որ մեր հայրենասեր Նորայրի համար վեր ու առավել էր ամեն ինչից, անգամ իր կրթությունից, հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը։ Նա առանց երկմտելու որոշեց կիսատ թողնել կրթությունը, նախ պարտքը տալ հայրենիքին, ապա վերադառնալ ու նոր շարունակել ուսումը։ Վատ չէր մտածված մեր տաղանդավոր արվեստագետի կողմից, սակայն 2014 թվական հուլիսի 23 Նորայր Գասպարյանը զորակոչվեց բանակ։ Վիճակահանության միջոցով նախնական ծառայության անցավ Արցախի ջրականի տանկային զորամասում, ապա մինչև Արցախ մեկնելն անցավ ուսումնավարժություններ Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնավարժարանական զորամասում։ 2015 թվականից ծառայությունը շարունակել է ջրականում, որտեղ լավագույն ծառայության համար ստանձնել է սերժանտի կոչում և ծառայել որպես տանկի հրամանատար։ Մի անգամ զորամասից զանգել է մորն ասել. «Մա ջան, կտեսնես, դու դառնալու ես հերոսի մայր»։ Մայրը սարսռացել է ու ասել. «Նոր ջան, էդ ինչ ես ասում, էլ նման բան չասես»։ Իսկ նա կատակի է տվել. «Մա ջան, տու»։ Կապի վերջ, ու անջատել է հեռախոսը։ Նրա սիրտը վկայել էր։ 2016 թվական չարաբաստիկ ապրիլ մեր հերոսը Ջեբրայիլում էր։ Ապրիլի 1-ին զանգել էր եղբորը՝ Միշային,
ու ասել, որ պատերազմ է, ու ասել է. «Դեռ պապային ու մամային բան մի ասա», բայց իմացի, հավանական է, ես էլ գնամ, պետք լինի, գլուխս էլ կտամ, ու Միշան նրան ոգեշնչել է. «Ախպերս, համարձակ», հարգելի Միշա, որտեղից իմանայիր վրահաս վտանգը, ոչ, դու պարզապես վստահ էիր, որ քո եղբայրն անխոցելի է ու միշտ առաջնային է, ինչպես մյուս բոլոր հարցերում, այս հարցում էլ կմնա անխոցելի, ասում են, Նորայրը պարում էր ամենուրեք, նույնիսկ վերջին անգամ նա իր պարը պարեց տանկի վրա, պարեց հակառակորդի դեմ դուրս գալիս, պարելով նստեց տանկ ու գնաց հավիտենության ճանապարհով, նա իր անձնակազմով դուրս է եկել հակառակորդի դեմ մարտական գործողություն կատարելու, հետո հայտնվել չեզոք գոտում և ցավոք խոցվել հակառակորդի անօդաչու թռչող սարքի կողմից, քաջ հերոս, դու դեռ անելիք ունեիր այս կյանքում և մի ողջ կյանք կար քո առջև, բայց հիմա քո քաջության առաջ խոնարհվում եմ ու պատվի առնում, պատիվ ունեմ, խոնարհվում եմ նաև անձնակազմի տղաների Վահե Զաքարյանի և Հայկ Գրիգորյանի առաջ, որ նահատակվեցին քո հետ նույն տանկում, մեր քաջը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի արիության մեդալներով, նա սիրում էր թռչել պարային արվեստում, այնքան էր սիրում, որ հանուն այդ ճախրանքի դարձավ հավերժի ճամփորդ, դե ճախրանքի սիրահար, մեր հերոս, հիմա ճախրիր երկնքում, լազուր և թող ճախրանքդ լինի հայկյան նետից էլ արագ, ազատ ու անկաշկանդ, այո հերոսս, սիրում էիր թռչել, ճախրել և իմպրովիզներ անել քո պարարվեստում, սակայն ինչու ճախրանքդ մնաց կիսատ, ով փոքրիկ դու պարուսույց, խոստացել էիր քո ստուդիայի 30, ապա և 40, 60 ամյակները տոնել, Որպես խմբի փոքրիկ պարուսույց, խոստանում եմ քեզ, որ Պարիաստկային շոու ստուդիան կտոնի ոչ միայն իր 20-ամյակը, այլ նաև 30, 40, 50, 60 և ավելի տարեդարձեր։ Շատ շնորհակալ եմ քեզ, ընկեր Էդիկ։ Ուր ես պարարվեստի մեծ ընգործիչ, առանց քեզ, ինչպես քո ստուդիան ծնունդներ տոնի, երբ վերջինիս ժպիտը, դեմքն ու պայծառ ապագան դու էիր, պարարվեստի բնակավարում գնահատվեց մեր արվեստագետ հերոսի պարային թռիչքը, նրա ճախրանքը չմնաց ստվերում, Կապանում Պարի միջազգային խորհրդի նախագահի կողմից 2016 թվականի հոկտեմբերին նա հետմահու պարգևատրվեց Պարի վաստակավորի կոչմամբ, 2018 թվականի հուլիսի 23-ին Կապանում Արամ Մանուկյան փողոցում բացվեց նրա հիշատակը հավերժացնող պուրակ, բացման օրը պատահական չէր ընտրված, նա պետք է տուն վերադառնար այդ օրը, ամեն անգամ այս պուրակի կողքով անցնող ցանկացած անցորդ կանգ է առնելու կամ նստելու է, որ հոգնած ճանապարհից մի փոքր հանգստանա ու հիշելու է նրան, մեր հերոսին, ուրեմն նա կապրի հավերժ, ահա մեր արվեստագետ հերոսի կարճ, բայց և հարուստ կենսագրություն պարունակող կյանքի ուղին։